Ինչ գաղտնիք է իր փեշերին թաքցնում Հայաստանի քարագագաթ թագուհին։ Արագածի լանջերը պատվել են ոռոգման խիտ ցանցով։ Ինչպես ուրարտացիներին հաջողվեց Արարատյան չոր հարթավայրում կառուցել ծաղկուն ու կանաչապատ քաղաքներ։ Ինչ տեսք ունի այսօր Արգիշտի արքայի կառուցած ջրամբարը։ Սա առաջի դեպքն է, երբ որ մենք գործ ունենք թաղված վիշապի հետ։ Արդյոք վիշապաքարերը ունեցել են դեռևս չբացահայտված նշանակություն։ Ինչ կարող է պատմել ջուրը մեր նախնիների կյանքի ու մշակույթի մասին։ Ջուրն ամեն ինչի սկիզբն է։ Երկիր մոլորակի 70%-ը ջուր է։ Մենք ինքներս էլ ավելի քան 65%-ով բաղկացած ենք ջրից։ Մեզնից յուրաքանչյուրն իր բնակարանում բացելով ծորակը օգտվում է ջրից։ Մեր բնակավայրերում ջուրը հասանելի է մեզ գրեթե ամենուր։ Սակայն ինչպես է այդ ջուրը հասնում մեր բնակավայրեր։ Ինչ համակարգով։ Սա այն համակարգն է, որ գոյություն ունի 21-րդ դարում։ Իսկ ինչպես էին այս հարցը լուծում մեզնից հազարավոր տարիներ առաջ։ Դժվար է հավատալ, բայց մեր նախահայրերը կարողացել են ոչ միայն օգտվել բնության տված ջրի պաշարներից, այլև կառավարել այն, այսինքն ենթարկել իրենց պահանջներին։ Արագած լեռը մարդկային այդ գործունեության վառ ապացույցներից է։ Մեր աչքերով տեսնելու և հին ջրային ցանցի մեխանիզմներն ու գաղտնիքները հասկանալու համար ուղևորվենք Արագած լեռ։ Գրավոր արձանագրություններում և ամենահին էպոսներում հայկական լեռնաշխարհը անվանվում է անմահական ջրերի բարձր երկիր։ Իսկ աստվածաշնչյան դրախտի տեղանքի նկարագրությունը հենց հայկական լեռնաշխարհն է։ Ունենք այսօր մենք պահպանված հետքերը այդ զարմանալի ջրային համակարգի, որի շնորհիվ մեր երկիրը կոչել են Նայիրի, այսինքն ջրերի երկիր։ Արագած քարագագաթ լեռ հայկական լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթն է։ Բարձրությունը 4090 մետր, փռվածության մակերեսը 4000 քառակուսի կիլոմետր։ Գտնվում է Երևանից 50 կիլոմետր հյուսիս-արևմուտք Ախուրյան եւ Արաքս գետերի միջև։ Ընդգրկում է Արագածոտնի եւ Շիրակի մարզերի սահմանագծերը։ Արագածն իր 4 կոներով հսկա մակերես է զբաղեցնում։ Մենք որոշեցինք մոտենալ հարավային հատվածին։ Մենք կանցնենք Ամբերդով ու կբարձրանանք ընդհուպ մինչև Կարմիր Սար։ Տեսնելով ջրերի առատությունը և հողերի արգասաբերությունը հասկանալի է դառնում, թե ինչու են հայկական լեռնաշխարհը կոչել ջրային երկիր։ Դեռևս մեզնից 5000 տարի առաջ հին միջագետքյան շոգ հարթավայրերի բնակիչները իրենց գրավոր առաջին աղբյուրներում գրում են, որ անմահության ծաղիկը կամ անմահության խորհուրդը փնտրել են հենց այստեղ, բարձր լեռների երկրում, Մասյուս լեռներից դեպի հյուսիս գտնվող Արատտայում։ Իսկ Աստվածաշունչ Մատյանի ծննդոց գրքի երկրորդ հատվածը պարզորոշ ասում է. «Գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը և այնտեղից բաժանվում էր 4 ճյուղերի, մեկի անունը Փիսոն էր, սա այն է, որ պատում է Եվիլայի ողջ երկիրը, այնտեղ ուր ոսկի կա,
Այդ երկրի ոսկին ազնիվ էր։ Երկրորդ գետի անունը Գեհոն է, նա պատում է եթովպացիների երկիրը։ Երրորդը Տիգրիսն է, սա ուսում է դեպի Ասորեստան, չորրորդ գետը Եփրատն է։ Հայկական լեռնաշխարհն իր բարձր դիրքի շնորհիվ ողջ առաջավոր Ասիայի համար եղել է ամենամեծ ջրաբաշխը, նրա սնուցիչը։ Ելնելով այս աղբյուրներից, այնտեղ հայկական պարի ետևում է գտնվում դրախտը, եդեմական Պարտեզը, որտեղից հոսում են 4 գետերը՝ Տիգրիսը եւ Եփրատը, Փիսոնը եւ Գեհոնը, այսինքն Արաքսն ու Ճորոխը։ Վայրերից մեկը, որտեղ լավ պահպանվել են ջրային ցանցերը, Ամբերդի ձորն է։ Ժամանակին նախաուրարտական շրջանում Արագածի լանջերը պատվել են ոռոգման խիտ ցանցով։ Ժողովուրդը հիմա էլ այդ տարածքին ասում է 12 բանդեր, այսինքն 12 առուններ, որոնք ժամանակին ուրարտական շրջանում Ամբերդ գետից դուրս են եկել 12 առուններ եւ դուրս գալով դեպի Սարահարթ, այդ հատվածը իջել են դեպի ներքևի գյուղերը ոռոգելու ամբողջ տարածքները։ Այսինքն բոլոր այդ ջրերը ներքին հոսք են առաջացնում եւ գնալով Արարատյան դաշտից դուրս են գալիս։ Մենք ենթադրում ենք, որ մեզ կհաջողվի գոնե ինչ-որ մնացորդներ գտնել այն հնամենի ջրամատակարարման համակարգից, որ գոյություն է ունեցել նախքան ուրարտացիները, բայց որ մենք կտեսնենք գրեթե գերազանցապես պահպանված հարյուրավոր պատնեշներ, իրոք անսպասելի էր։ Մանուկ, փաստորեն հիմա մենք կանգնած ենք մի քանի հազար տարեկան նախաուրարտական առվի մեջ։ Այսպիսի հեղեղատի մեջ ենք մենք հիմա, հնարավոր չի եղել ջուրը, որպեսզի առանց սրա անհնար էր ասնել, կառուցել են այսպիսի պատեր, որը նորից եմ կրկնում, կոչվում են ջրանցույց, առանց որևիցե մի շաղախի եւ 1000 տարի պատկերացրեք այդ պատերը աշխատել են եւ իրենց վրայով ջուր են անցկացրել։ Կառուցելուց հետո ճմապատել են, տեսնում եք թերթաքարեր են, ջրանցիկությունը ապահովելու համար ճմապատել են, հողապատել են եւ ջուրը կարողացել է վրայով անցնել։ Ակունքում, առուների սկզբնամասում նշանակվել են հատուկ մարդիկ, որոնք ամբողջ օրը կլոր ամբողջ օրվա ընթացքում հսկել են բաց թողնվող դեպի առու մտնող ջրի քանակությունը։ Այդ պատճառով առուներին շատ մեծ ուշադրություն են դարձրել, որպեսզի անուշադրության, բարձր թողիության պատճառով չավիրվի, չքանդվի առուն եւ կարողանա, ասենք, ոռոգումն ապահովել։ Ու այսպիսի պատեր հարյուրավորներն են։ Տեսեք դիմացի լանջում եթե նայում եք, այդ հեղեղատները այնտեղ ավելի բարձրորոշ երևում են։ Պատկերացրեք, այստեղ նույն լանջում այսպիսի հեղեղատներ են բազմաթիվ, որոնք ջրի անցունակությունը ապահովելու համար կառուցել են այսպիսի պատեր։ Շարժվենք ավելի վեր, ուր պեղումներ են կատարվում։ Արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանից տեղեկացել եմ, որ հայտնաբերվել են նոր վիշապաքարեր։ Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի, Նախիջևանի, Վիրահայոց եւ Էրզրումի բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված եւ կենթանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են։ Գերմանական փայլուն կրթությամբ աշխարհաբեկ Քալանթարը 1920-ականներին Արագածն ուսումնասիրելիս գտնում է վիշապաքարերի մի մեծ խմբականակ եւ հաստատում, որ դրանք անմիջական կապ ունեն ջրի հետ։ Քալանթարը Արագածում գտած սեպակիր արձանագրությունից եզրակացնում էր, որ ուրարտացիներն իրենց թագավորության ընդարձակման ժամանակ, հասնելով մինչև Արագած ու Սևան, հարվածել են ջրաբաշխական կենտրոններին եւ արագ նվաճել ծաղկուն երկիրը։ Իսկ հետագայում, ի նշան իրենց եւ իրենց խալ դաստո հաղթանակի, գլխատել են վիշապաքարերը, դրանք դարձնելով արձանագրության քարեր։ Տեսեք ինչ ահռելի մեծության վիշապաքար է, ցլակերտ վիշապաքար։ Ցլակերտ վիշապաքարերը սովորաբար կանգնած են եղել։ Եվ պատկերացրեք, եթե այս ահռելի վիշապաքարը կանգնած լիներ,
ինչ մեծ ազդեցիկ ուժ կունենար։ Հետաքրքիր է, որ նա նայում է մեր մյուս սրբազան լեռանը Արարատին եւ կարծես կապում է երկու սրբազան լեռները միմյանց։ Մենք պիտի մտածենք այս անգնահատելի արժեքները պահպանելու մասին, որովհետեւ այս վիշապաքարը կոտրվել է վերջերս։ Երևանի հնագիտության ինստիտուտը 3 տարի առաջ հրավիրել է Բեռլինի Ազատ համալսարանի հնագետների արշավախումբ վիշապաքարերը ուսումնասիրելու համար։ Պեղումները ու փնտրտուքները ի հայտ բերեցին ոչ միայն 10-ից ավելի նոր վիշապաքարեր, այլև առաջ քաշեցին այս կոթողների նշանակության մասին նոր վարկածներ։ Այս տեղանքը լավագույնս պատասխանեց մեզ հուզող հարցերին, քանի որ մենք ուզում էինք պարզել, թե որն է վիշապների ու տեղանքի հարաբերակցությունը, ինչ տեղերում էին կանգնեցված եւ քանիսն էին։ Եվ այստեղ մեզ զարմացրեց այն, որ գրեթե բոլոր վիշապները իրենց սկզբնական դիրքերում են, այնտեղ, որտեղ կանգնեցվել են հազարամյակներ առաջ։ Սա շատ բացառիկ երևույթ է։ Վիշապներին հետևելով Քալանթարը հայտնագործել է, որ դրանց հարևանությամբ, այսինքն Արագածի վերին ու միջին մասերում գտնվել են ավերված ու ցամաքած բազմաթիվ արհեստական լճակներ եւ ջրանցքներ։ Վիշապների մասին ավանդական կարծիքը այն է, որ վիշապները ուղղակիորեն կապ ունեն ջրի, պաշտամունքի եւ այլ ջրային համակարգերի հետ, բայց վիշապը շատ ավելի լայն երևույթ է։ Այն ըստ երևույթին ավելի ներքևում դաշտավայրում գտնվող հասարակության կամ հասարակությունների սրբավայրն է հանդիսանում։ Դուք մտածում եք, որ սա եղել է սրբավայր։ Անշուշտ։ Դաշտավայրից եկել են այստեղ պաշտամունքի։ Պաշտամունքի եւ ընթացքում շատ հնարավոր է, որ ջրի պաշտամունքին վերաբերող ինչ-որ ծիսակատարություններ են եղել եւ ի վերջո մենք մի տարածքում ենք գտնվում Արագածի գագաթային հատվածներում, որտեղից ակնհայտորեն ջրային համակարգեր են իջել ներքև, որոնք սնել են մոտ 1000-1500 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերին։ Մեր պեղումները ցույց են տալիս, որ միշտ չէ, որ վիշապները տեղադրված են անմիջապես ջրանցքների հարևանությամբ։ Մենք մտածում ենք, որ վիշապներն ունեն սիմվոլիկ կապ ջրի հետ։ Մեր եզրակացությունն այնն է, որ եւ վիշապները, եւ ջրանցքները մի մեծ նախապատմական համակարգի մասն են, որ գոյություն է ունեցել այս սարի վրա, որի մասին գրեթե ոչինչ չգիտենք։ Եվ մեր ծրագրի նպատակը հենց այս համակարգի մասին ավելի մանրամասն իմանալն է։ Հնագիտության պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերվում է թաղված վիշապաքար։ Ուրեմն այստեղ մեր պեղումները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք վիշապի թաղման հետ։ Այսինքն մեր այս պեղումները ավելի շատ ոչ թե հարցեր են լուծում, այլ ավելի շատ նոր հարցադրումներ են անում։ Այսինքն մենք թաղված վիշապի դեռ չէինք հանդիպել։ Ոչ։ Սա առաջի դեպքն է, երբ որ մենք գործ ունենք թաղված վիշապի հետ։ Վիշապաքարերը իրոք որ զարմանալի ու առեղծվածային կոթողներ են։ Դրանք ի թիվս այլ վայրերի կանգնեցված են նաև ջրաբաշխական հանգույցների մոտ։ Ամենավառ օրինակներից մեկը Քարիլիչն է իր զարմանալի վիշապաքարով։ Հենց այստեղ մենք ականատես եղանք գետի ծնունդին։ Քարիլիչը գտնվում է Արագած լեռան վրա։ Բացարձակ բարձրությունը 3207 մետր։ Խորությունը 9 մետր։ Առաջացել է սառցե գոյացություններից։
Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Եվ նորից, ինչպես ենթադրում էինք, վիշապաքար, որը սակայն չիմացության հետևանքով կանգնեցվել է գլխիվայր։ Քարի լճի դարավոր պատմության լուր, բայց խոսուն վկան։ Հենց այստեղ, Քարի լճից քիչ ներքև, մեզ հաջողվեց ականատես լինել, թե ինչպես է ծնվում գետը։ Սա թերևս հենց այն է, ինչ նկարագրում էր Քալանթարը։ Ջրանցքների վերին ծայրերը գնում, հասնում են ձյան սահմանին։ Այս ձնհալից կաթիլ առ կաթիլ գոյացող ջրերը դառնում են ջրային մեծ համակարգի սնուցող երակներ։ Ուրարտուի համբավը կապված է այն ջրանցքների հետ, որոնք կառուցում էին Խալդաստծո արքաները։ Ուրարտուն մեր պատմության այն անկյունակարային հատվածն է, երբ ծաղկում ապրեց քաղաքաշինությունը, սակայն ի տարբերություն բազմամարդ արագածի, այդ քաղաքները կառուցվեցին հարթավայրերում, այնտեղ, որտեղ ջուրը շատ սակավ է։ Ինչպես կարողացան ուրարտական թագավորները սարերի ջուրը հասցնել հարթավայրեր և կառուցել հսկայական քաղաքներ, և հիշեց արդյոք պատմությունը նրանց կատարած հսկայածավալ գործը։ Ջուրը լեռներից հարթավայր է հասել ահա այսպիսի ջրատար խողովակների միջոցով։ Այս խողովակները գտնվում են Էրեբունի թանգարանում։ Սրանք վկայում են մի զարմանալի մշակույթի ու պատմության մասին, որ ստեղծել են ուրարտացիները։ Նրանց հաջողվեց իրականացնել մի ծրագիր, որն իրենցից առաջ ոչ ոք չէր արել՝ լեռների ջուրն իջեցնել Արարատյան դաշտ։ Հայկական լեռնաշխարհում դեռ վաղ շրջանից, բրոնզեդարյան ժամանակաշրջանից հայտնի է եղել ջրամատակարարման մեծ համակարգ, իսկ ուրարտական ժամանակաշրջանում արդեն, ինչպես ասացիք, շատ մեծ ոռոգման համակարգ է եղել, որը պայմանավորված էր երկրագործության, այգեգործության զարգացման հետ։ Ջրանցքների կառուցումը պետական ստրատեգիական ծրագիր էր, որ իրականացնում էին ուրարտական թագավորները։ Նրանք հասկանում էին, որ տնտեսության զարգացումն անմիջապես կապված է հացահատիկային կուլտուրաների մշակման հետ։ Իսկ հարթավայրի բերրի հողերը ջրի առկայության պարագայում իդեալական կլինեին թե հացահատիկների և թե խաղողագործության համար։ Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ, ինչպես որ Խալդ Աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, Իլդարունի գետից ջրանցք անցկացրի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Ես Ռուսան եմ, հզոր թագավորը, Տոսպ քաղաքի տիրակալը։ Ուրարտական ամենահին և մեծ ջրատարը եղել և մնում է Մենուայի հսկա ջրանցքը, որ հին արևելքի խոշորագույն կառույցներից է։ Երկարությունը 72 կիլոմետր, լայնքը 4,5 մետր, խորությունը 1,5 մետր։ Այն այսօր էլ խմելու և ոռոգման ջուր է հասնում Վանին և 25 գյուղերի։ Ջրի նշանակությունը այնքան մեծ է եղել, որ Մենուան և իր հաջորդները ջրանցքների հսկողություն են սահմանել, կառուցել ամրոցներ
Իսկ ջրագծի արձանագրություններում աստվածների անունից անեծքներով սպառնացել են բոլոր նրանց, ովքեր կջարդեն քարը կամ կփորձեն իրենց վերագրել ջրանցքի կառուցումը։ Նրա եւ իր հաջորդների շատ արձանագրություններ բառի բուն իմաստով երկար անեծքների շարան են հիշեցնում։ Որն էր ուրարտական թագավորների մտավախությունը եւ արդյոք պատմությունը նրանց գլխին չարկատակ չխաղաց։ Շամիրամի ջրանցք, Թոխմախ լիճ, Աբուհայաթի եւ Մամրեի ջրանցքներ, Դալմայի այգիներ։ Սրանք պարսկական անվանումներ են, ուրարտական թագավորների մտահոգությունները իզուր չեն եղել։ Սկսած Խորենացուց Մենուայի ջրանցքի կառուցումը վերագրվել է ոչ ավել ոչ պակաս նրա թշնամուն, ասորուհի Շամիրամին։ Այն, ինչ այժմ ավելի հայտնի է որպես Շամիրամի ջրանցք, իրականում Մենուայի ջրանցքն է։ Սա Վարդավառի լիճն է։ Այն ավելի հայտնի է Թոխմախի լիճ անունով։ Այնինչ Սարգիշտի արքայի կառուցած ջրամբարն է։ Այն կառուցվել է Էրեբունի քաղաքին զուգահեռ, սնուցել քաղաքի այգիները։ Ջրաշինական է այս հուշարձանը, որ սնվում է նաև ստորգետնյա ջրերով, շուրջ 3000 տարեկան է, սակայն չափերը գրեթե մնացել են անփոփոխ՝ 8 հեկտար։ Այս լիճը